Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սահմանադրական փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել քաղաքական նոր մշակույթի ձևավորման, պետական կառավարման մարմիններում աշխատող, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչու չէ նաև ողջ հասարակության վարքագծի փոփոխման։ Մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց շահը ցածր կդասեն պետական շահերից։ Մեզ նոր որակի մարդիկ են անհրաժեշտ։ Այս եւ այլ կարևոր հարցերի Հանրապետության նախագահը անդրադարձավ դեռևս փետրվարի 12-ին սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ծրագրային ելույթում, նշելով այն հիմնական թիրախները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել մեծ վերելք սկսելու համար։ Ցավոք, ապրիլյան քարոզիա պատերազմը, ինչպես նաև պետական պահպանության ծառայության գնդի վրա զինված հարձակումը եւ այդ առիթով առաջացած անկարգությունները հետաձգեցին նախատեսված այն կարևոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մեծ վերելքի սկզբի համար։ Ես իմ նախորդ հայտարարությունից մեկում այդ մեծ վերելքը համեմատել էի հեղափոխություն վերևից հետ եւ նշել, որ իշխանությունը հատկապես նրա բարձրաստիճան պաշտոնյաները պետք է անհապաղ փոխվեն եւ դա կբերի նոր վերելքի։ Ես հարգելի գործընկերներ, նախագահի կողմից նոր վարչապետի նշանակում ես դիտարկում եմ որպես նախատեսված կարևոր եւ առանցքային քայլերից մեկը, որն ապահովել է այդ մեծ վերելքի սկիզբը։ Եվ եթե իրականանան այն մտքերը, որոնք ասվեցին նախագահի վերջին ելույթում, ապա այդ մեծ վերելքը կդառնա իրականություն։ Հասկացված լինելու համար ցանկանում եմ մեջբերել նախագահի վերջին ելույթից հատկապես այն մասը, որը վերաբերում էր կառավարության նոր ոճի գործունեությանը, հետևյալն է. ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ։ Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բայց լինի քննադատության եւ համագործակցության համար, բայց եւ հաստատակամ իր նպատակներում։ Օգտագործելով ողջ հայության ներուժը, նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության եւ հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ։ Հուսով եմ, որ նոր վարչապետը կձևավորի այնպիսի կառավարություն, որ կիրականանան հատկապես այս թեզը, ինչ առաջ քաշեց հանրապետության նախագահը։ Շնորհակալություն։